այդ հարցը։ Հաջորդ կարևոր հարցը, սիրելի հետևորդներ, դուք գիտեք, որ շուտով Յուպիտերը մտնելու է խեցգետնի կենդանակերպ, դա հունիսի դրությամբ եւ նա մոտավորապես 1 տարի գտնվելու է խեցգետնի կենդանակերպում մինչ հունիսի 30-ը 2026 թվական։ Գիտեք, որ Յուպիտերը խանդավառում է խեցգետնի կենդանակերպում, բարեկեցության մոլորակը այն կմեծացնի, կընդլայնի, հնարավորություն կտա, բարեկեցություն կբերի մեր հայրենակիցներին, ծնելիության մակարդակ կբարձրանա, այսպիսի մի տենդենց եմ նկատել, որ վերջին 100 տարիների ընթացքում այդպիսի մի նյութ էր շրջանառվում, որ վերջին 100 տարիների ընթացքում ծնելիության մակարդակը ամենացածրն է եղել։ Ես այսպիսի տենդենց եմ նկատել եւ նաեւ բժիշկների շրջանակներում են խոսում այն անձինք, որոնք ցանկանում են երեխա ունենալ, բայց խիստ կախվածություն ունեն ալկոհոլից եւ մանավանդ գարեջրից, իմացեք, որ ձեր այդ սովորությունը դա հաճույքի մի ձև է, չէ, ոգելից խմիչք օգտագործել պարբերաբար, նույնիսկ շաբաթը մի քանի օր օգտագործելու արդյունքում այն խոչընդոտում է ձեր երեխա ունենալու այդ մեծ ցանկությանը։ Դա հստակ է, տարբեր աղբյուրներում եմ կարդացել եւ համապատասխան մասնագետների հետ քննարկել ենք, որ այն տղամարդիկ, որոնք ուղղակի չարաշահում են գարեջուրը, նրանց մոտ հորմոնային այդպես բալանսավորումը կարող է խախտվել, տղամարդկանց մոտ արդեն ավելանում է կանացի հորմոնների քանակը, իսկ կանանց մոտ տղամարդկային հորմոններն են սկսում գերակշռել, ուղղակի ուշադիր եղեք, մենք աստղաբանորեն կարող ենք օգնել, բժիշկներն էլ ձեզ կարող են օգնել, բայց սիրելիներս, դուք ինքներդ պետք է փորձեք ձեզ օգնել, մանավանդ ձկներ, երկօրյա կույս եւ աղեղնավոր այդ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ, ձկները նրանք հակումներ ունեն, որտեղ Նեպտունը իրենց ղեկավարն է եւ վերջին տասնամյակում նա գտնվել է ձկների կենդանակերպում, իրականությունից կտրվելու փոխարեն փորձեք ինչ-որ հանրօգուտ գործ անել, զբաղվեք հոգեվոր զարգացմամբ, այնպիսի բաներ, որ ձեր ժամանակը ուղղակի չվատնեք այդ ձեր իրական կերպարը կորցնելու վրա եւ ձեր կյանքը առօրյան լցնեք խմիչքի այդ օգտագործումը։ Դա չարիք է եւ խմիչքը եւ ալկոհոլը եւ թմրանյութերի օգտագործումը։ Ուստի խորհուրդ եմ տալիս մտածեք եւ նաեւ այս հաղորդմամբ կարող եք կիսվել, ուղարկել ձեր հարազատներին, ովքեր ունեն այդ խնդիրը եւ ովքեր չարաշահում են ալկոհոլի, խմիչքի օգտագործումը։ Ուստի սիրելի հետևորդներ, նրանք ովքեր կցանկանան ունենալ երեխաներ, երեխաների պլանավորման, սեռի հաշվարկների համար գործում են զեղչեր, մոտակա ժամանակներում են, մոտակա 10-15 օր 2 շաբաթը։ Եթե ունեք խնդիրներ միջանձնային հարաբերություններ,